Բարև, Բուն TV-ի եթերում սպորտ պոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Նախորդ շաբաթ, երբ մենք գրում էինք մեր թողարկումը, երևի բոլոր նրանք, ովքեր որ ուշով հետևում են մեր եթերներին, կհիշեն, մենք Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ ընկերական հանդիպմանը ընդդեմ Չեռնոգորիայի, որը տեղի ունեցավ հունիսի 9-ին, տենց կենացների, բարեմաղթակների եւ սպասումների տեսքով խոսեցինք, ավելի շատ այն մասին էր, թե ինչ կարողանանք տեսնել, ինչ ենք ընդհանրապես ակնկալում, թե հավաքականից, թե գլխավոր մարզչից ու մարզչական շտաբից, եւ քանի որ փաստացի խաղը մեր եթեր գրելու հաջորդ օրը տեղի ունեցավ, շտապեմ այս շաբաթվա թողարկման հենց սկզբում խոսել հավաքականի մասին։ Նախորդ շաբաթ բացի հավաքականի հանդիպումից նաև մի շարք այլ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց շարքում թերևս առանձնահատուկ տեղ ունի FIFA-ի նախաձեռնած նոր խոշոր ակումբային մրցաշարը, որը պետք է փորձ լինի, ինչպես ձևակերպեմ, մրցակցելու թե Կոպա Լիբերտադորեսի հետ, թե Չեմպիոնների լիգայի հետ առհասարակ ֆուտբոլային աշխարհի ակումբային մրցաշարերի շարքում այն ցանկանում է դառնալ իր քաշն ու կշիռը ունեցող ամենակարևոր մրցաշարերից մեկը, սպասված ու հարգված ինչպես Չեմպիոնների լիգան։ Համենայն դեպս այդպես է գրվում տիտրերում, այդպես են ներկայացնում FIFA-ի ներկայացուցիչները այդ մրցաշարը։ Բացի այդ, Հայաստանի առաջնությունում, որն ավարտվել է, մենք գիտենք բոլոր ախտողներին, տիտղոսակիրներին, նաև Եվրագավաթային այդ վիճակահանության սպասումային փուլում ենք, ամեն դեպքում հանգիստ չի տալիս մեր ակումբային ֆուտբոլը եւ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին, այնպես որ խոսելու ենք նաև այդ թեմայի շուրջ։ Այնպես որ մնացեք տեղերում եւ սպասեք ամենահետաքրքիր թեմաներով քննարկումներին, որոնք հաջորդելու են քիչ անց։ Այսպիսով, ինչպես բացման խոսքում ներկայացրի, նախորդ շաբաթ մեզ համար շատ կարևոր էր Չեռնոգորիայի հետ արտագնա երկրորդ ընկերական հանդիպումը, այդ մասին չհասցրինք խոսալ, այսինքն հասցրեցինք, բայց այլ շեշտադրումներով, ավելի շատ ինչ ենք ակնկալում, ինչ կստացվի, լավ կլինի մի բան ստացվի եւ եղավ այն, ինչ պատահեց, իսկ պատահեց այն, որ մեր ընտրանին կարողացավ կամային որակներ ասեմ, խաղային որակի մեջ որոշակի շտկումներ ասեմ, ինչ որ մի բան փոխեց եւ հնդածս կարողացավ անել ինչ որ մի բան, որը մեզ գոնե պատվի զգացում սենց թողեց, որ այդուհանդերձ ամեն ինչ կորսված չէ եւ մեր տղաները կարող են պայքարել։ Ստացանք 2-2 ոչ ոքի արդյունք, կարծես թե ինչ որ չափով բավարար վերջաբան այս 4 խաղ տևողությամբ շրջանի համար, որը ամենաբարդը թերևս գլխավոր մարզչի ու մարզչական շտաբի համար էր, Ջոն Վան Ցխիպը կարծում եմ արդեն հիմա հասկացավ, թե ինչքան բարդ ժամանակահատվածում է ստանձնել մարզչի պարտականությունները, ինչ չեմ ուզում ասել դժբախտ, բայց չափից դուրս մեծ ճնշմամբ միանգամից նրա աշխատանքը սկսվեց եւ փաստացի 4 խաղում խոշոր հաշվով պարտություններից զատ միայն 1 ոչ ոքի ունենք։ Ցավոք պետք է ընդգծենք, որ այս ընթացքում 3 տասնյակից հանդիպումների շարքը շարունակվում է եւ մեր ընտրանին շարունակաբար ամեն խաղում գնդակ է բաց թողում։ Հիմա արդեն մեկի փոխարեն նաեւ 2-ը, 3-ը եւ ավելին։ Ինչ տեսանք տվյալ խաղում։ Նախ եւ առաջ պետք է սխեմատիկ ինչ որ վերլուծություններից զատ նաեւ խոսենք առանձին ֆուտբոլիստների մասին եւ ընկալելի է դառնում, թե ինչ ֆուտբոլ է ցանկանում խաղալ Ջոն Վան Ցխիպը։ Նա ցանկանում է կառավարել գնդակը։ Մի բան, որը նա ընկալել է, որ մենք կարող ենք անել, քանի որ նախկինում նման փորձ եղել է եւ լինի դա էպիզոդներով, թե ընդհանրապես խաղային ձեռագիր, բայց մենք հարձակման եւ կիսապաշտպանական գծում ունենք այնպիսի կատարողներ, որոնք որ այդ սխեմայի մեջ այդ լուծումը կարող են կյանքի կոչել։ Հիմա հոլանդացի մարզիչը կարծում է, որ իր խաղային փիլիսոփայությունը այդ նույն համակարգում հնարավոր է տեղավորել, պարզապես պետք է գտնել խաղացողներին, դեռ ավելին խաղացողներն էլ իրենց հերթին պետք է ունենան համապատասխան խաղային պրակտիկա, որպեսզի բավարարեն այդ
խաղային սխեմայի կյանքի կոչումը, իրագործումը, ասեմ, եւ հիմա որքան է դա ստացվում, փաստացի չեմ կարող ասել, որ 10 բալանոց համակարգով մենք ստանանք բարձրագույն 8, 9, 10 գնահատականը 6-7-ի շրջանակներում, լավ, համեստ կտվենք 6 եւ ըստ էության այստեղ գոնե այս խաղերում շատ էական էր գործող անձանցից մեկի Էդուարդ Սպերցյանի գործոնը։ Թերևս նրան պետք է շնորհակալ լինի Ջոն Վանցխիպը, որ առաջին խաղում մենք կարողացանք փաստացի հաղթել առաջին խաղակեսը ընդդեմ Կոսովոյի արտագնա ընկերականում եւ երկրորդում հանգեցնել ամեն ինչ ոչ ոքի արդյունքի։ Նախ իր կարգի մասին ստիպեց խոսել Էդուարդ Սպերցյանը, որը մենք գիտեինք, բայց ժամանակ առ ժամանակ տեղից տեղ ինչ-որ պայմաններից ելնելով Սպերցյանի մոտ ոչ միշտ է, որ հավաքականում ամեն ինչ էր ստացվում։ Շատ հաճախ երևի կարելի է նաև ասել, որ ոչ այդքան շատ բաներ ստացվում։ Նա ստիպված է հաճախ հետ քաշվել, գնդակ ուզել եւ այն հասցնել արչեվի գից ու շարունակել մասնակցել արչեվի գծում տեղի ունեցող գործողություններին, անընդհատ մնալ խաղի մեջ առանց րոպե անգամ հանգստանալու։ Դա իր գծի, իր այդ հաստիքը կոպիտ ասած հենց դրա համար է եւ Էդուարդ Սպերցյան կարծում եմ ժամանակի ընթացքում ել ավելի լավ է ընկալում, թե իրենից սպասելիքները որոնք են։ Պաշտպանական գծի մասին պետք է առանձնահատուկ խոսենք, քանի որ ըստ էության ամբողջությամբ այն եթե փոխում են պաշտպանության կենտրոնը, կարելի է ասել ամբողջությամբ են փոխում եւ այստեղ առաջին Կոսովոյի հետ խաղի համեմատությամբ, երբ Սերգեյ Մուրադյանն ու Գեորգի Հարությունյանն էին խաղում, այս դեպքում կենտրոնում մենք տեսանք Ստյոպա Մկրտչյանին եւ Վարազդատ Հարոյանին, տղաներ, որոնք որ իրար հետ երկար ժամանակ խաղացել են եւ Վաթո Վարազդատ Հարոյան, որը Հայաստան վերադառնալուց հետո ոչ իր լավագույն մարզավիճակում էր Փյունիկի հետ խաղորում եւ մարզիչ իր դեպ խաղից հետո նաեւ այդ մասին ընդգծեց, ասաց, որ նա տեսել է Վաթոին, երբ նա խաղում էր արտերկրում եւ տեսել է, թե ինչպես է առասարակ նա խաղում Հայաստանում եւ մեղմ ասած այդ համատականների միջև, երկու վարազդատների միջև տարբերությունը հսկայական է։ Այդուհանդերձ այս մեկ խաղում նա կարողացավ տրամադրվել բազմաթիվ հարցերում նախաձեռնողի եւ իսկական ավակի պես էր իրեն պահում Վարազդատը, կարելի ասել, որ որոշակիորեն պաշտպանական գծի տեսքը շտկվեց, ամեն ինչ չէ որ գնացել է իդեալական, բայց մեղմ ասած այն խառնաշփոթը չէր, որը մենք ունենք առաջին խաղում։ Դեռ ավելին եզրում գործելու հնարավորություն ստացած Գեորգի Հարությունյանը շատ հաճախ պաշտպանվելիս միանում էր կենտրոնական պաշտպաններին, քանի որ նա այդտեղ խաղացել է, նախորդ խաղ մեծաշվով ձախողել, բայց ամեն դեպքում պատասխանատվություն էր այստեղ լրացուցիչ կենտրոնական պաշտպանի 3 պաշտպանի գործոն, որով որպիսին խաղացել է հենց այս հավաքականը Պետրակովի օրոք, այսինքն ըստ էության մի իրավիճակ էր ստացվում, երբ Ջոն Վանցխիպի ֆուտբոլը պաշտպանվելիս վերածվում էր Պետրակովյան, այս վերջին շրջանի մեր ֆուտբոլին բնորոշ գծերով եմ, այդ լեզվով եմ խոսում, Պետրակովյան պաշտպանության եւ ըստ էության այն իրենից մի քիչ ավելի ապահով ինչ որ մի բաներ ներկայացնում։ Եկեք ընդունենք, որ Կոսովոյի հետ խաղը ընդհանրապես մեր պաշտպանության համար ոչ մի բանի նման չէր, ավելի շատ ամոթի մասին էր խոսքը, այն ֆուտբոլը, որը ցանկանում է ներդնել, տևական ժամանակ է պահանջում։ Ցավոք սրտի համբերության հետ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, առհասարակ հայ ժողովրդի համար, երբ ինչ որ մի գործընթաց է սկսում, որևէ հայ մարդ Հայաստանում հատկապես նա կարծում է, որ ահա ես բերեցի ծրագիրը առել եմ, տեղադրել եմ, ինչու այն չի աշխատում։ Եվ դա այն դեպքում, որ այդ ծրագիրը ներդնում ես մի համակարգչի մեջ, որը որ համապատասխան պարամետրեր չունի, միջավայրը նույնը չէ, կամ էլեկտրական սնուցումը եւ այլն, մարդկոցը սարքին չէ, առհասարակ ամեն ինչ տեղում ու ճիշտ վիճակում չէ, սակայն միայն այն գաղափարը, որ դու գումար ես տվել եւ այդ ծրագիրը բերել ներդրել եւ այդ ծրագրի անունը, չգիտեմ, Ջոն Վանցխիպ է եւ այն հոլանդական է, նա պետք է աշխատի յուրաքանչյուր համակարգչի վրա։ Այդպես չէ,
Ես ներքին վստահություն ունեմ, որ համբերությունն ու ժամանակը լավագույն գրավականներն են հաջողության եւ ճիշտն ասած այն մեկնաբանությունները, որոնք որ այդ ինտենսիվ հանդիպում եմ քննարկումների տեսքով, թե դե էսով էր, էս ինչ մարզիչ է, ինչ է ուզում ներդնի, ընդհանրապես չեմ տեսնում որևէ գաղափար, որևէ միտք, դեռ ավելին նմանատիպ մեկնաբանություն իրեն թույլ տվեց նաեւ հանդիպումը մեկնաբանող ռեպորտաժը վարող գործընկերս, Էրնեստ Շաբոյանը, ընդգծելով, որ ընդհանրապես ձեռագիր չկա, չի հասկանում, թե ինչ է ուզում Հայաստանի հավաքականը խաղալ։ Ես մեղմ ասած այդտեղ լրիվ հակառակն եմ տեսնում, այսինքն լրիվ պարզ դու տեսնում ես ինչ է ուզում անել հավաքականը, այլ մի քիչ կատարողականը կաղում է։ Հա, այստեղ չպետք է կորցնել գնդակը կամ եթե կորցրել է պետք է շատ արագ հետ բերեն գնդակը, գնան ճնշման, այս գոտում, այն գոտում, եւ ամեն ինչ այնքան պարզ ու տրիվիալ, եւ չտեսնել այդտեղ թե ինչ է ուզում անել մարզիչը, մեղմ ասած պետք է ուրեմն էկրանին զուգահեռ այլ էկրանի վրա նայես այլ մարզաձև, անգամ ֆուտբոլ չէ։ Ցավոք սրտի շատերը այդպես չեն ցանկանում տեսնել, թե ինչու, որոնք են նրանց ներքին պատճառները, ես մեղմ ասած չեմ հասկանում։ Այո, մենք ունենք ծանր շրջանում հավաքական, բայց կներեք դա մեր հավաքականն է, եւ եթե պարզապես այն պատճառով, որ կան ֆուտբոլային աշխարհում որևէ գործիչներ, որոնց հետ դուք որևէ գործում գաղափար չեք կիսում, դա չի նշանակում, որ ֆուտբոլում կոնկրետ հավաքականը, որը որքան էլ վատ վիճակում է, անհույս ինչ որ մի թեմա է, որին անդրադառնալ պետք չէ կամ այն ֆորմատով, որով որ ինքը խաղում է, դա բացարձակ սխալ է։ Ինչա թե դա կապ ունի, ասում եմ ֆուտբոլային աշխարհում գործող այլ անձանց հետ։ Մեկը մյուսի հետ փոխկապակցելը դա ամենավատ բանն է, կրկնում եմ, դա նույնն է, ինչ քաղաքական իշխանությունների հետ դու գաղափարապես նույն հորիզոնում չլինես եւ որոշես, որ պետական դրոշն ու գերբը այսուհետ քեզ հետ ընդհանրապես կապ չունեցող երևույթներ են։ Կներեք, բայց պետական խորհրդանիշների մեջ մի շոտլանդացի հայտնի փիլիսոփա կա, ասում է, յուրաքանչյուր երկիր, որը որ առհասարակ հավակնում է կոչվել անկախ երկիր, պետք է ունենա պետական դրոշ, զինանշան, հիմն, սեփական գարեջուր ու ֆուտբոլի ազգային հավաքական։ Հիմա դա մի քիչ իհարկե հումորային ասպարեզից, բայց ամեն դեպքում իր մեջ մի փոքրիկ փիլիսոփայություն կա եւ առհասարակ պետությունները մրցում են նաեւ հավաքականների ֆուտբոլի սպորտի մակարդակում։ Եվ եթե ինչ-ինչ հանգամանքներով մենք չպետք է լուրջ վերաբերվենք հավաքականին կամ տենց ձեռի հետ ոտի վրա հեգնենք մեր ընտրանում, դե կներեք, այո քննադատենք, եկեք բոլորս է քննադատենք, բայց ընկալենք, որ դա մերն է եւ հավատանք, որ այդուհանդերձ Եվրոպայի չեմպիոն դարձած եւ մեծ ֆուտբոլային գործիչների կողքին խաղացած ֆուտբոլիստը, որը որ իր կարիերայի ընթացքում բազմաթիվ պրոբլեմատիկ հավաքականներ եւ թիմեր է գլխավորել, այդուհանդերձ դա բավականին լավ է պատկերացնում, թե ինչ իրավիճակ է։ Ես շատ ուրախ եմ, որ այս միտքը նաեւ լսել եմ նրա շուրթերով, երբ հետխաղյա մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք նա պատրաստվում է հրաժարական տալ, նա ընդգծեց, որ ընդհանրապես այդ մասին չի մտածում, քանի որ այո, խնդիրներ կան, բայց իր կարիերայի ընթացքում նա բազմաթիվ խնդրահարույց շրջաններ է ունեցել, նա գիտի ինչպես հաղթահարել եւ ընդհանրապես այդ ուղղությամբ չի նայում։ Դա կամքի սեփական արժեքն ու պատիվը գնահատող, կարևորող, սեփական փորձը շատ լավ գիտակցող եւ այդ փորձի հիման վրա խնդիրները լուծելու ունակությունների շրջանակը հասկացող մարդու պատասխան է, որը պանիկա չի անում, որը ամեն ստեղծված բարդ իրավիճակում չի ասում, թե երկրորդը, երրորդը, չորրորդը ինչ վատ են աշխատել, որ իր պատկերացումները այդուհանդերձ այս կարճ ժամանակահատվածում կյանքի չեն կոչվել եւ մեր պարտքն է ուղղակիորեն տեսնել խնդիրները, խոսել խնդիրների մասին, բայց հավատալ, որ այս համակարգը վերջն արդյունքում տալու է իր բարիքն ու պտուղները։ Հուսանք, որ այս կարճ ժամանակահատվածը անգործության մի քանի ամիսները, երբ որ մրցաշրջանը նոր կսկսվի եւ տղաները նորից կհավաքվեն սեպտեմբերյան հավաքի ընթացքում աշխարհի որակավորման փուլին ընդառաջ մենք կունենանք որևէ փոփոխություն, որևէ հստակություն եւ այդ հավաքականը կկարողանա պայքարել ավելի ուժեղ մրցակիցների դեմ, ինչպիսին են հերթականությամբ, ասեմ իմ ընկալմամբ, հա, մենք կարող ենք պայքարել Իռլանդիայի հետ, Հունգարիայի հետ շատ բարդ կլինի, Պորտուգալիան էլ դե, ինչպես ասում են, ինչ 10-10
Եվ թերևս վերջում եւս մեկ ֆուտբոլիստի մասին դա Նաիր Տիկնիզյանը, որը երկար այսպես էմոցիոնալ ճանապարհը հաղթահարելուց հետո վերջապես գտավ իրեն Ռուսաստանից դուրս, նա տեղափոխվեց սերբական Ցրվենա Զվեզդա, ոչ ամենամեծ մեծության ակումբներից մեկը, ինչպիսին կարող էր լինել տարիներ առաջ, եթե Նաիրը Տիկնիզյան հեռանար Ռուսաստանից, բայց էլի բավական լուրջ մակարդակ ունեցող ակումբ։ Չեմ ստի, եթե ասեմ, որ սերբական ակումբի հիմնական թիրախում միշտ եղել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը, այո, նրանք պարբերաբար մասնակցում են, նրանք պարբերաբար խաղում են Եվրոպա լիգայի խմբային փուլում, հիմա արդեն լիգայի փուլում, այսինքն անվանի մեծ ակումբ է, որը Չեմպիոնների լիգայը կներեք հաղթել, դա ես պարզապես հիշեցնեմ բոլոր նրանց համար, ովքեր որ տենց հեգնական եւ մի աչքով են նայում, դա այդքան էլ վաղ անցյալում չի տեղի ունեցել, խոսքը 90-ականների մասին եւ Ցրվենա Զվեզդան մեծ ավանդույթներով ֆանտաստիկ ակումբ է, սերբական ֆուտբոլն էլ ինչ է լինի, ինչպիսի պայմաններ լինեն մի քանի գլուխ բարձր է մի շարք այլ երկրների առաջնություններից, այնպես որ Նաիրին Տիկնիզյան այնտեղ հաջողություններ, չէ որ նրա հաջողությունները ուղղակիորեն փոխկապակցված են Հայաստանի ազգային հավաքականի հետագա գալիք այդքան մեր կողմից սպասվող հաջողությունների հետ։ Հայկական ֆուտբոլը մեծ հանգիստ սենց մեղմ ասեմ չի տալիս եւ ինչպես իմ մեկնարկային խոսքում անդրադարձա, ասացի, առաջնությունը ավարտվեց եւ այն ընթացքում, երբ մենք պետք է տեսնենք, թե ինչպես է չեմպիոնը, փոխչեմպիոնը, մյուս մեր եվրագավաթային ուղեգրեր նվաճած ակումբները ինչպես են սկսում իրենց նոր մրցաշրջանը, նոր տարին ֆուտբոլային առումով, հա, ինչպես է նախապատրաստվում, կազմի ինչ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ դրանք ամեն ինչ իրականում հստակ գծված պլանով զարգանում են, ամեն մեկը իր ուղղությամբ հայտարարում է տրանսֆերային իր քաղաքականության մասին, գնում են ֆուտբոլիստներ, վարձակալությունից գալիս են ֆուտբոլիստներ, գալիս են առհասարակ նոր կերպարներ, եւ ահա դրա հետ մեկտեղ գլոբալ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, որոնցից եթե ոմանք օրինակ այնինչ տեղի ունեցավ Արարատ Արմենիայում ակնկալվում էր, սպասվում էր, քանի որ մամուլի ասուլիսի ընթացքում պարբերաբար Վարդան Մինասյանը խոսում էր պատասխանում հարցերի, որ այս պահին դեռևս պայմանավորվածություն չունեն եւ չգիտի թե պայմանագիրը երբ որ ավարտվի, ինչ է տեղի ունենալու, որ բանակցում են, այսինքն Արարատ Արմենիայում դա ակնկալվող ինչ որ փոփոխություններ, հնարավոր է նա մնա, հնարավոր է նա գնա։ Ահա եւ այստեղի դեպ ունենք նոր մարզիչ, դե պորտուգալացի Տուլիպա Կրուս եւ այդ մասին դեռևս մի փոքր ավելի մանրամասն կխոսեմ, քանի որ Արարատ Արմենիան ոչ միայն մարզչական փոփոխություն կատարեց, այլ նաեւ իր կազմը բավականին բարեփոխել է, նոր ֆուտբոլիստներ, նոր անուններ ենք տեսնում աշխարհի տարբեր ծայրերից եւ մեկ բան, որը ընդհանրապես սпасելի չէր, դա մարզչական փոփոխություններ Նոայում։ Ահա այս թեմայով մի փոքր ես պետք է ծավալվեմ։ Նոան վերջին շրջանում թիրախավորված շատ հստակ, շատ լավ աշխատանք էր տանում, բոլորս ընդունում ենք, գումարները կան եւ ահա թիմը աշխատում է։ Թիմը աշխատում է, ներկայացնում են իրենց գաղափարները, իրենց excellence-ի ճանապարհը եւ այդ ընթացքում գովեստի անընդհատ խոսքեր, պանցալի մտքեր, որոնք որ կրկնում եմ արդարացված են, ինչպես ասում են so far, եթե դու կարողանում ես ապահովել արդյունքներ եվրագավաթային մրցաշրջանում, այո, այնտեղ ինչ որ խաղերով փլուզվել ես, բայց ամեն դեպքում փաստացի մեր ակումբը խաղում էր եվրագավաթային հիմնական փուլում, այո, Չելսիի հետ տրագեդիան եղավ, ցավոք սրտի վերջում էլ մի քանի խաղեր, որտեղ որ հաղթողի գլխավոր հավակնորդն խաղի ընթացքում էլ հաղթում էր ակումբը, այդուհանդերձ թիմը ձախողվեց։ Բոլորի հետ էլ պատահում է։ Հիմա դա դնենք մի կողմ։ Հետո արդեն Հայաստանի առաջնություն, ոսկե դուբլ, ամեն ինչ իդեալական է։ Այդպես էլ խոսվում է, այդպես էլ մատուցվում է, եթերներ են գնում Նոայի ներկայացուցիչները, մեր գործընկերները, Կարեն Ռաֆայելյանի ալիքում էր, եթե չեմ սխալվում, լայվ քննարկում էր, հաղորդման անունը մի քիչ լավ չեմ հիշում, միշտ ինքը լայվ ֆորմատով, եթե չեմ սխալվում, ընթանում այդ քննարկումը, հա, Աննային էին կանչել Օհանյան, Նոայի ներկայացուցիչ, երկար, բավական հետաքրքիր, բայց միակողմանի զրույց էր, ավելի շատ չեմ ուզում ասեմ հաճոյանալու, բայց առանց որևէ կծու հարցերի, որոնց շարքում առանձնահատուկ էր
թեմաները, որոնք որ վերաբերվում էին պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտային, չեմ ուզում ասեմ արդարացվեց նրա վարքագիծը, բայց սենց հա, դե երևի նա նորմալ է, նա ինչ որ բողոքի իր արտահայտման ձևերն է, պորտուգալացիք էլ տենց են բողոքում, եւ այն, որ բողոք կար նրա վարքագծի դրսևորումների շուրջ հայկական ակումբային ֆուտբոլի որոշ ներկայացուցիչների կողմից, այն, որ նրանք սկզբից խնդիր ունեցան Շիրակի հետ, հետո Արարատ Արմենիայի, հետո Վանի հետ, այդ ամեն ինչի վրա ինչ որ աչք փակվեց, բոլորը տենց ընդունեցին, որ դա բացատրություն է, հետո բանից պարզվեց, որ Ռուի Մոտան անշնորհակալ մի մարդ է եւ նա պարզապես մի քանի օրվա ընթացքում հենց նույն դավաճանեց դուրս եկավ գնաց։ Որևէ բացատրություն, այդ հնչող ահազանգները, մարշչական մեր շտաբի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից այդ բողոքները, որ եղել են վարքագծի, ինձ հարց են ուղղել Վրաստանի Ֆեդերացիայում, թե ինչպես է իրեն պահում Ռուի Մոտան Հայաստանում։ Իդեպ այդ թեմայով ընդհանրապես խոսք չկար։ Այսինքն մենք ինչ-որ մի բան չէինք քննարկում, խոսում հայկական ակումբային ֆուտբոլի մասին եւ հոп հանգարց տենց լռության մեջ Վրաստանի ներկայացուցիչները հարց տվեցին, ոչ ընկերական խոսում ենք, մեկ ասաց իդեպ Ռուի Մոտան ձեզ մոտ է աշխատում, նա իրեն նորմալ է, պահում, ասացի, տենց խնդիրներ եղել են, որակազրկվել է, բայց ընդհանուր առմամբ տենց նոան լավ է խաղում, հա ասում է, այսինքն որակազրկվել է, ասում հա տենց բան է եղել, կարմիր է ստացել եւ այլն եւ այլն, այսինքն խնդիրներ կան, բողոքներ կան նաեւ այլ ակումբների կողմից, հա ասում է, որովհետեւ մեզ մոտ էլ նույն բանն եղել է, այսինքն երկու նույն ռեգիոնի երկրում նույն բանը տեղի է ունենում, ակումբի ներկայացուցիչները լրատվական աշխարհի որոշ մարդիկ տենց աչք են փակում դրա վրա, դե երևի դե պորտուգալացիքին դա բնորոշ է, դե կներեք, դե բնորոշ է երևի Պորտուգալիայում, այլ ոչ թե այլ երկրում կամ այլ տարածաշրջանում, որովհետև Աֆրիկայում էլ ազգեր կան, որոնց որ մորեմերկ բնորոշ է տենց ինչ որ ֆուտբոլ խաղալ կամ առօրյա գործունեություն ծավալել, դա չի նշանակում, որ նրանք երբ որ գան Հայաստան, նրանք պետք է մորեմերկ իրենց գործունեությունը ծավալեն, դա մեր մշակութային իրականությունում մեղմ ասած տարօրինակ կընկալվի, իսկ որոշներն էլ արդյունքում կարող են իրենց թույլ տալ ռեպլիկներ, մեկնաբանություններ եւ նրանք մեղմ ասած ճիշտ կլինեն, կներեք, բայց դուք գործում եք այլ իրականությունում, այո, այլի ֆուտբոլային աշխարհում, բայց որտեղ որ կան մշակութային շերտով պայմանավորված, ինչպես բացատրեմ, որ հասկանալի լինի։ Յուրաքանչյուր երկրում պետք է այդ երկրի գդակը դնես եւ հարգես տեղի օրենքներն ու ընկալումները, որքան էլ որ անգամ հայ մարդու համար շատ հաճախ այդ օրենքներն ու կանոնները սոցիումում պահելու կարող են բարբարոսական թվալ։ Նմանները իդեպ եղել են, շատերը ընդգծել են, որ հայկական ֆուտբոլում ուղղակիորեն բարբարոսական բարքեր են, որպիսին ես երբեք չեմ տեսել։ Այո, բոլոր երկրներում էլ կան բողոքներ, բոլոր երկրներում էլ իրար հայհոյում են։ Եվ եթե ձեզ համար պորտուգալերեն ու իսպաներեն հնչող հայհոյանքները գեղեցիկ են հնչում, քանի որ օտարաշունչ են կամ իրանց մեջ տենց ինչ որ լատինամերիկյան սերիալների հոտ է գալի, կներեք, բայց դրանից տարբերությունը մեղմ ասած չի փոխվում։ Եթե հայհոյանքը հնչում է պորտուգալերեն եւ այդ հայհոյանքը ընտանիքի որևէ անդամի ներկայացուցիչի մասին է, նա մնում է հայհոյանք։ Կրկնում եմ, բարեհնչության հարցը այստեղ ընդհանրապես դեր չի կատարում։ Եվ այս երկարաշունչ թեման կրկին ավարտեմ զարմանքովս, որ մի մարդ, որ արժանանում էր այդ ակումբի ներկայացուցիչների աջակցությանը, ամեն ձև հովանավորվում էր, ամեն ինչ, ինչպես իմ գործընկերներն իրենց բազմաթիվ գրառումներով նաև ընդգծել են, կառուցվում էր ամեն ինչ նոայի շուրջ Ռուի Մոտայի ցանկությունների եւ այդ նպատակին նրանց հասնելու շուրջ, ստացվում է, որ մի քանի օրվա ընթացքում նա կարող է պայմանները պարզապես փոխել, նույն ընթացքում բանակցել մեկ այլ ավելի անվանի, հա, Նոայի հետ համեմատությամբ ակումբի հետ, բուլղարական Լուդագորեցի ու հեռանալ։ Այս ընթացքում սոցիալական ցանցերում տեսնում ես մի անգամից sense ինչ որ առանց շնորհակալական խոսքերի եւ այլնի տենց ինչ որ մի անգամից sense ինչ որ մարդիկ հայտնվեցին այլ երկրում, այլ իրականությունում, արդեն նրանք մարզական հավաքն են սկսել, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել։ Երևի թե այդպես էլ պետք է ընդունել Ռուի Մոտային, դե ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Հայկական ֆուտբոլում հայտնվեց եւս մեկ օտարազգի մասնագետ, որը ցույց տվեց իր իրական դեմքը եւ հեռացավ։ Շնորհակալություն նրան իր արած աշխատանքի համար եւ հետևենք նրան մեկ այլ երկրում, թե որը
ոչ այքան post-սովետական է, բայց այդուհանդերձ այնտեղ զգացվելու է այն նույն շունչը, որը որ եղել է թե Վրաստանում, թե Հայաստանում։ Տեսնենք այնպես կստացվի, որ հաստատ ինֆորմացիան կհասնի, հասկանանք, թե այնտեղ ինչպես են պորտուգալացի մասնագետները աշխատել։ Հասանք հայկական ակումբներից մյուսին, Արարատ Արմենյանն էլ կրկնում եմ, այս ընթացքում ակտիվ փոփոխությունների շրջան է ապրում եւ Տուլիպան, որը երկար տարիներ աշխատել է Պորտուի համակարգում, հիմա արդեն այդ մասնագետը կգլխավորի Արարատ Արմենյան, որն էլ իր հերթին գրավել է երկրորդ հորիզոնականը եւ ապահովել Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի 4 քվոտաներից իր կարևորությամբ երկրորդ երևի հենց քվոտան, որը թույլ է տալիս Կոնֆերենցիաների լիգային մասնակցել որակավորման երկրորդ փուլից նման եղավ նման շանս հենց Արարատ Արմենյան ստացավ նախորդ մրցաշրջանում եւ այնտեղ հաջողությամբ անցան երկրորդ որակավորման փուլը, նրանց բաժին էր հասել մոլդովական Զիմբրուն, արդեն երրորդ որակավորման փուլում այդպես դժվարա ֆանտաստիկ երկու խաղից դիմակայությունում ցավոք սրտի Արարատ Արմենյան տանուլ տվեց պայքարը հունգարական Պուշկաշ ակադեմիային։ Տեսնենք թե արդեն պորտուգալացի այս մասնագետը ինչ կբերի, ինչպես կաշխատի Արարատ Արմենյան, նա արդեն փոքրիկ մի հարցազրույց է տվել պորտուգալական պարբերականներից մեկին, ընդգծել նպատակների մասին, խոսել է արդյունքների մասին, որոնք որ գրանցել է Արարատ Արմենյան եւ հայտարարել ուղղակիորեն մեծ տարերով գրված էր, որ մենք գնում ենք մեր աշխատանքային թիմը գնում է այնտեղ, որպեսզի Արարատ Արմենյան դառնա Հայաստանի չեմպիոն, պայքարելու են չեմպիոնական կոչման համար։ Դրանով էր պայմանավորված նաև բազմաթիվ են տրանսֆերները, որտեղ որ պորտուգալախոս եւ Պորտուգալիայում խաղային փորձ ունեցած ֆուտբոլիստներ են հայտնվում, այդ հանգամանքով է թերևս պայմանավորված, իրեն ծանոթ կադրեր, ֆուտբոլիստներ թերևս, դա արդեն հարցեր են, որոնք որ պետք է ուղղվեն մարշչին գալիք շաբաթների ընթացքում, երբ նա գա Հայաստան եւ տեսնենք թե ինչ ճանապարհ կանցնի արդեն կրկնում եմ մեկ այլ պորտուգալացի մասնագետի հետ, Արարատ Արմենյան, այստեղ մարշչական շտաբի մի մասը հեռացել է, Գևորգ Ղազարյանը մնացել է եւ ըստ էության կարելի է ամփոփման մեր խոսքում ասել, որ Եվրագավաթային մասնակցություն ունեցող 4 թիմերից երկուսում գլոբալ sense փոփոխություններ են եւ դա տեսնենք թե որքանով կօգնի թիմերին։ Հա, իդեպ մոռացա նաեւ խոսել նոյի մասին, որ արդեն հայտարարել է նոր գլխավոր մարշչի մասին, խորվատ մասնագետ Սանդրո Պերկովիչն է գլխավորելու, որը Դինամո Զագրեբում է աշխատել եւ բավական լուրջ մասնագետ է, հուսանք որ նոային այս տեկտոնական խառը շրջանից նա կարողանա հանել եւ այն ճանապարհը, որը որ նրանք բռնել էին այս ընթացքում, որևէ կերպ չի ձախողվի եւ վերջնապատակը հայկական ֆուտբոլը լավ ներկայացնելու Եվրոպայում նրանք այդ հարցում կհաջողեն։ Մենք առհասարակ հայկական ֆուտբոլի երկրպագուներն ենք, մենք ուզում ենք հայկական ֆուտբոլը տեսնել հաղթողի կարգավիճակում, այնպես որ բոլորին հաջողություններ այս օրերի ընթացքում էլ իդեպ UEFA-ի շտաբ բնակարանում Նիոնում, Շվեյցարիայում տեղի կունենա կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությունը, առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա վաղը, այսինքն այս եթերի համար, երբ որ գրում ենք փաստացի այս պահի համար վաղը, հունիսի 17-ին, իսկ արդեն երկրորդ որակավորման փուլի ակումբի ներկայացուցիչները, որոնք որ ապահովել են իրենց տեղը երկրորդ որակավորման փուլում, թե ովքեր բաժին կհասնեն այն հաղթողները, որոնք որ կհաջողեն որակավորման առաջին փուլում, այդ ցանցը կձևավորվի հաջորդ օրը հունիսի 18-ին, այնպես որ Արարատ Արմենյան նվազագույնը իր մրցակիցներին կիմանա հունիսի 18-ին, իսկ Ուրարտուն եւ Փյունիկը, ինչպես ասացի, հունիսի 17-ին։ Բոլորին հաջողություններ, լավ մրցակիցներ, թող բաժին հասնեն, որոնց որ դեմ հնարավոր կլինի խաղալ, հաղթել, հաջողել եւ ճանապարհը շարունակել։ Հաջորդ փուլերում էլ արդեն թող լինել լավ մրցակիցներ, տեսնենք գժական ֆուտբոլ եւ նորից դեսպան ունենանք եվրոպական ակումբային մրցաշարերից գոնե որևէ մեկի եզրափակիչ հատվածում։ Մրցաշրջանը ֆուտբոլային ու սպորտային ավարտին է մոտենում, բայց սկսվում է մեկ այլ մեծ մրցաշար։ Նախերգանք, որը աշխարհի առաջնությունից առաջ առհասարակ բոլոր աշխարհի առաջնությունը ընդունող երկրները ինչ որ մի ձևաչափով ունենում են։
2018 թվականին, երբ տեղի ունեցավ Ռուսաստանի աշխարհի առաջնությունը, դրանից 1 տարի առաջ վերջին անգամ տեղի ունեցավ կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը եւ դա ցավոք սրտի այդ գավաթի, որը որ ինչ որ ժամանակ ու ինչ որ լոգիկա ուներ իր մեջ, տարբեր մայրցամաքների ու աշխարհամասերի չեմպիոնները խաղում էին իրար դեմ, հա, նաև ընդունող երկիրը եւ այլն եւ այլն, այդ ֆորմատը չեմ ասի թե արդարացված էր, բայց ինչ որ գաղափար ուներ հստակ, հա, որոշ ժամանակը մեկ ամեն աշխարհամասում մայրցամաք ունենում է նոր չեմպիոն եւ նրանք խաղում են աշխարհի առաջնությունից առաջ փոքրիկ ձևաչափով դա հնարավորություն էր աշխարհի առաջնությունը ընդունող երկրի համար հասկանալ առասարակ ամեն ինչ մեզ մոտ աշխատում է, ստադիոնները պատրաստ են, ենթակառուցվածքները, բոլոր աշխատակիցները, կամավորները, ֆեդերացիան ու կոմիտեն եւ նմանատիպ վերջինը կոնֆեդերացիաների գավաթը կրկնում եմ բաժինացավ 2017 թվականին, իսկ Կատարում աշխարհի առաջնությունից առաջ արդեն մեկ այլ մրցաշար անցկացվեց արաբական երկրների առաջնություններ, թե ինչ էր, ինչ մեծ շուկով ընդունեցին եւ կրկնում եմ նպատակը մեկն է, առասարակ Կատարը պատրաստ է թե ոչ, մետրոն աշխատում է թե ոչ, ստադիոն կարողանում են երկրպագուները հասնել նորմալ բարովխերով թե ոչ։ Եվ հիմա աշխարհի առաջնության այս գալիք այդ մրցաշարը, որը պետք է լինի նախերգանքը աշխարհի առաջնության, դարձավ ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությունը, նոր մրցաշար, նոր ձևաչափով եւ այնքան ակումբներով, որը ըստ էության հիշեցնում է աշխարհի առաջնություն, 32 ակումբ էր մասնակցում եւ այրոցի բաժինը այդ շարքում եվրոպական թիմերն են, որոնց թվում Բավարիան, Մանչեսթեր Սիթին, Ռեալը եւ Չեմպիոնների լիգայի գործող հաղթող Պարի Սեն-Ժերմենը։ Հիմա այդ մրցաշարը որքան էլ որ թվում է հետաքրքիր, որովհետև թոփ ակումբներ են մասնակցում, նույն չափ էլ ինքը հենց տեղի ունենալու հենց առաջին օրերից իրան շատերը սպառված են համարում։ Ինչու՞։ Այն շատ արհեստական է։ Այո, կա չափորոշիչ, ամեն աշխարհամաս ու մայրցամաք ունի իր ֆուտբոլային չեմպիոնների լիգան, այդպես ձևակերպենք, ամեն մեկը ներկայացնում է իր լավագույն ակումբին, հա, Օվկիանիան օրինակ Օքլենդ Սիթիին ներկայացրեց, որովհետև պարզապես շաբաթներ առաջ նրանք հաղթել էին Օվկիանիայի չեմպիոնների լիգայի եզրափակում 2-0 հաշվով։ Մրցակիցն էլ Պապուա Նովա Գվինեայից ինչ որ թիմ էր, որի անունը ես շատ էլ ցանկանամ չեմ կարող մտաբերել։ Եվ օրինակ այդ թիմը չգիտեմ, անցավ, հա, այդ չափման միավորով նա համապատասխանում է, բայց այդ պարզվեց, երբ որ պետք է Բավարիայի հետ խաղալ, դու պարտվում ես 10-0 հաշվով։ Այո, այդպիսի հաշիվ գրանցվեց եւ այդպիսի հաշիվները շատ են լինելու այս մրցաշարի ընթացքում։ Հիմա փաստացի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող մի բացառիկ մրցաշարում, որը 120 միլիոն մրցանակային ֆոնդ ունի առաջին հորիզոնականը զբաղեցնող ակումբի համար, ստացվում է, որ այս մրցաշարը մեծ հաշվով միայն եւ միայն ֆինանսական կողմ ունի, ֆինանսական բարեկեցությունն ապահովելու կողմ ունի, այլ ոչ թե ֆուտբոլային ինչ-որ նպատակ։ Քանի որ ֆուտբոլային առումով շատերը եւ առաջին մեծության բազմաթիվ աստղեր խոսում են մեկ բանի մասին, ժողովուրդ, այս մարդիկ ամբողջ մրցաշրջան, մի ամբողջ մրցաշրջան թոփ ակումբների, թոփ ֆուտբոլիստների մասին է խոսքը, մասնակցել են բազմաթիվ մրցաշարերի, խաղացել են ինտենսիվ շաբաթական 3 խաղ մինչև եւ նրանց պարտադրել զուգահեռ հավաքականների հետ միասին արձակուրդային այդ կարճատև ժամանակահատվածում մի հատ էլ խաղալ ֆուտբոլի աշխարհի առաջնություն ակումբային մակարդակով, դա մի փոքր արդար չէ։ Մենք քամում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին, իրենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համաշխարհային ասոցիացիան եւ այլ կառույցներ, արդեն առանձին ֆուտբոլիստներ խոսում են այդ մասին, բարձրաձայնում։ FIFA-ն առանձնապես այտենց ականջալուր չէ։ Իդեպ այդ մասին խոսել է նաև Արսեն Վենգերը մեկ այլ ֆորմատով, մեկ այլ վայրում։ Եվ ըստ էության կրկնում եմ, այստեղ ինչ որ այլ գործոններ կան, որոնք որ ստիպում են այս մրցաշարը այդուհանդերձ անցկացնել։ Այդ գործոններից մեկը այն է, որ FIFA-ն ուզում է սեփական խոշոր ակումբային մրցաշարն ունենալ, ինչպես Չեմպիոնների լիգան
եւ UEFA-ն, որ այդ ամուր ձեռքերով պահում է, փորձում զարգացնել, չնայած նրան, որ ինչ որ Սուպերլիգա անվան տակ ակումբները փորձում էին միավորվել եւ ունենալ մեկ այլ մեգա մրցաշար։ Եվ այդ մեկ այլ մեգա մրցաշարը նախաձեռնել է FIFA-ն այս տարբերակով, որպեսզի հասկանաք, թե ինչ գումարների եւ ինչ ներգրավվածության մասին է խոսքը, ասեմ, որ այստեղ շատ լուրջ խոսք ունի ասելու Սաուդյան Արաբիան։ Այնտեղ վարչապետը Բեն Սալմանը, որը փաստացի ղեկավարն է երկրի, չնայած որ գահաժառանգն է պարզապես, նա ունի արտաքին ներդրումների պետական ֆոնդ, որն էլ նաև ներգրաված է այս մրցաշարի հովանավոր-չական աշխատանքներում, ավելի քան եթե ընդհանուր ենք նայում 1 միլիարդ դոլար է այս մրցաշարում ներդրված, որոնք որ ուղղակի թե անուղղակի կապ ունեն Սաուդյան Արաբիայի հետ։ Սաուդյան Արաբիայի հետ նաև կապ ունի գլխավոր հեռարձակողը DAZN պլատֆորմը, այն նոր է, բրիտանական է, ունի ներդրողներ, արդեն հասկացաք թե որ երկրից, եւ նրանք պարզապես գրանցման դիմաց ազատ անվճար տրամադրում են այդ հանդիպումները դիտելու հնարավորություն DAZN պլատֆորմում, եթե մարդիկ կան թե հարց են տալիս թե ինչպես նայել առասարակ այդ խաղերը, այդպես կարող եք նայել։ Եվ դրան զուգահեռ նրանք ասում են, որ առասարակ այդ սթրիմինգը մենք նաև վաճառում ենք, եթե կան տեղում այլ հեռարձակողներ, որոնք որ ցանկանում են ձեռք բերել եւ իրենց մեկնաբանները մեկնաբանեն, հա, էստի ամեցեք։ Միաժամանակ անվճար մեզ մոտ մեր պլատֆորմում կարող եք նայել։ Նրանք այդ DAZN-ը, որը նաև համագործակցում է FIFA-ի հետ, նպատակը մեկն է՝ մեծ գումարներ բերել այստեղ եւ դառնալ մեծ հաշվով ֆուտբոլային աշխարհի համար, երևի թե դառնալ Netflix-ը, այդպես ասեմ։ Նրանք թե ֆիլմեր են նկարում, թե սերիալներ եւ թե ամենակարևոր մրցաշարերը իրենք են ցանկանում գլխավոր սեփականատերը լինել եւ լինել վերավաճառողը։ Շատ լուրջ մակարդակի քննադատություն կա, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում միայն եւ միայն PR-ի ու մարքեթինգի մասին է, օրինակներից մեկը հետեւյալն է, ընդունող երկրներից Ամերիկան, Միացյալ Նահանգները, հա, Ամերիկան հայրս ենք տենց այդպես ցանկանում եւ ընդունված է ասել, Միացյալ Նահանգները իրավունք ունեն ներկայացնելու որպես ընդունող երկիր իրենց ակումբներից մեկին։ Այդպես համընկավ, որ նրանք որոշեցին, որ այդ կարգավիճակում պետք է լինի Մայամին։ Իսկ այնտեղ զուգադիպել է պարզապես հանդես է գալիս Լիոնել Մեսսին։ Նմանատիպ խնդիր կար, որ Ալ Նասրն էլ մասնակցեր եւ Կրիստիանո Ռոնալդուն, բայց նրանք չհաջողեցին եւ այդ քվոտայով իրավունք չկարողացան ստանալ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որպեսզի այդ մրցաշարի ընթացքում Ռոնալդու Մեսսի հերթական ինչ որ էպիկ բաթլը տեղի ունենա, լրացուցիչ հետաքրքրություն ստանա այդ մրցաշարը, բայց դա այդ հարցում չհաջողեցին։ Ինտեր Մայամին ներգրավեցին այդ աշխարհի առաջնությանը, նրանք իրենց ճանապարհը այդքան էլ սահուն չկարողացան հաղթահարել, ցավոք սրտի։ Գետնի վրա աշխատանքի մասին եթե խոսենք, այստեղ մի շատ հետաքրքիր անակնկալ ձեզ համար ունեմ։ Երկար տարիներ իրար հետ ես ու Ռոբերտ Գասպարյանը աշխատել ենք տարբեր լրատվականներում եւ 2014 թվականից սկսած մեծ մրցաշարերում հավատարմագրման տենց փորձ ունենք։ Մեզ հաջողվեց հավատարմագրվել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության 2014 թվականին, բայց ֆինանսական խնդիրներ եղան եւ չկարողացանք գնալ Բրազիլիա, հետո եղավ կոնֆեդերացիաների գավաթը, ես գնացի, հետո ինձ նորից Ռոբերտը միացավ, հաջորդ տարի արդեն մենք գնացինք լուսաբանելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Հիմա Ռոբերտը ԱՄՆ-ում է եւ այնտեղ նա հավատարմագրվել է եւ լուսաբանելու է ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությունը։ Այն թե կազմակերպչական տեսանկյունից որքան խնդրահարույց կողմեր կան, ինչեր կան, որոնք են հիմնական մարտահրավերները այս գաղափարի, այդ մասին մենք արդեն խոսեցինք, բայց այդ փաստացի տեղում թե ինչպես է ընդունող երկիրը, որը ոչ այդքան ֆուտբոլային է, խոսքը կրկին Միացյալ Նահանգների մասին է, որպես ֆուտբոլային ապագա մեծ տերություն իսկ այդպիսին նրանք իրենց ցանկանում են տեսնել, ինչպես են այս մեծ մրցաշարն ու մեծ գաղափարը տեղավորում
ամերիկյան իրականություն, առհասարակ ֆուտբոլային աշխարհ, հենց առաջարկում եմ տեսնել ու դիտել Ռոբերտ Գասպարյանի մեզ համար պատրաստված ռեպորտաժի տեսքով, այնպես որ Ռոբերտ ջան ներկայացրա թե հենց գետնի վրա ինչ է տեղի ունենում եւ արդյոք այն համապատասխանում է իր բարձր անվանը թե ոչ։ Մենք գտնվում ենք Լոս Անջելես քաղաքի Melrose փողոցի վրա, որտեղ բացվում է Paris House կոչվող այս հրաշալի կառույցը, որտեղ հանգրվանել է Paris Saint-Germain-ի մերչը, Չեմպիոնների լիգայի գավաթը, լիգայի գավաթը, չեմպիոնական գավաթը, Ֆրանսիայի սուպեր գավաթը, մի խոսքով գժական ատմոսֆերա է լինելու, գումարած երկու լեգենդ։ Գնանք տեսնենք։ Մերչ պատրաստելու տեսանկյունից փարիսցիները ճիշտ տարբերակ էին ընտրել հենց սկզբից, տերմոսասեր ամերիկացիների համար Paris Saint-Germain-ի խորհրդանիշներով տերմոսներ հրամցնելով։ Paris Saint-Germain-ի այս նոր հրաշալի կառույցի շրջիկ, որում կառույցի տարածքում շրջելիս մենք գտանք quadruple-ը Paris Saint-Germain-ի Ֆրանսիայի գավաթ, սուպեր գավաթ եւ իհարկե ականջավոր գավաթը, UEFA-ի չեմպիոնների լիգայի գավաթը, ահա իմ թիկունքում։ Ականջավոր գավաթն իր ֆրանսախոս բարեկամներով շատ գայթակղիչ էին, այնքան, որ հետո ինչ նկարում էինք, մեկը դարձի էին գալիս նորից զմայլվելու։ Չէր օգնում նույնիսկ այս հրաշալի մասկոտը։ Հատուկ կոշկակարները Nike սովորական սպորտային սպիտակ կոշիկներին տալիս էին Paris Saint-Germain-ի գույներ։ Իսկ ահա այս մարդը պատրաստում էր ինչ-որ կաշվե պատճ մեր ուզած անուն ազգանունով։ Հետո մեզ սպասում էր այլ մերչերի հատված լի առօրյա շապիկներով ու Paris Saint-Germain-ի խաղային մարզաշապիկներով։ Ինձ դուր էր եկել արտագնան։ Սա Kevin Durant-ին նվիրված մերչ է, NBA լեգենդ Kevin Durant-ին նվիրված մերչ է, մարզաշապիկ Paris Saint-Germain եւ Kevin Durant։ Դա շատ հետաքրքիր է եւ պետք է այդպիսի մերչ լինել։ Մեզ ներկայացվեցին նաեւ Դեսիրե Դուեի եւ Խվիչա Կվարացխելիայի խաղային մարզաշապիկները իրենց ստորագրությամբ։ Ողջ Հետո եկավ Խավիեր Պաստորեն, Շեխյան Paris Saint-Germain-ի առաջին թոփ աստղերից մեկը, որն ուներ խոստումնալից ապագա, սակայն կամակորությունն ու վնասվածքները նրան թույլ չտվեցին ռեալիզացնել իր պոտենցիալի նույնիսկ 35%-ը, բայց դա նրան չի կանգարում համարվել Paris Saint-Germain-ի լեգենդ ու մասնակցել նման միջոցառումների։ Մենք էլ առիթը բաց չենք թողնում դե թեթև զրուցելու եւ ինքնագիր վերցնելու։ Այսպես մենք նկարվեցինք Խավիեր Պաստորայի հետ, մենք ունեցանք նրա ստորագրությունը Paris Saint-Germain-ի մարզաշապիկի վրա, ոչ մեկին չենք ասի ում ազգանունն է հետևում թաքնված, որպեսզի մեզ չհանեն դուրս։ Մինչև ես տեքստ էի գրում ձեզ համար, ասացին, որ եկել է Մակելելեն, որ մի քիչ կանգնի Պաստորոյի կողքը ու սպասի, որ մոտենամ ինքնագիր վերցնելու, հետո վիդեո ուղերձով հանդես գալուիս Էնրիկեն, հետո իրեն կանչեն բեմ, որ Պաստորոյի հետ խոսի Paris Saint-Germain-ի Չեմպիոնների լիգայի վերջին հաջողություններից ու բոլորն իրենց ափահարեն։ Այնուհետև պատվավոր հյուրերին միացավ Golden State Warriors-ի բասկետբոլիստ Ջիմի Բատլերը։ Թեպետ զարմացա ինչու Բատլերը, եթե մերչը արել են Դյուրենտի հետ, բայց Բատլերն էր եկել։ Եկել էր ցույց տալու ինչպես ոտքով չնետել գնդակն օղակի մեջ։ Միջդեռ իվենթի հոստ այս գեղեցկուհին իսկական մաստեր կլաս ցույց տվեց բոլորին։ Հետո մի քիչ պատներկեցինք։ Բարձրացանք rooftop, որտեղ կար սեղանի թենիս։ Ու ֆուտբոլի փոքր դաշտ, որտեղ մի քանի րոպե անցկացնելուց հետո ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իմը պեսը կամ FIFA-ն։ Շատ մեծ բավականություն, շատ սիրալիր էին, շատ սիրալիր էին, ընդ որում
պատկերացրեք ֆրանսիական հյուրասիրությունը եւ ամերիկյան հյուրասիրությունը իրար հետ միավորված մի անմոռանալի պահեր մեզ պարգևեցին աշխատակիցները, հոստերը, մի խոսքով ընտիր էր ամեն ինչ, զրուցեցինք Կլոդ Մակելելեի, Խավիեր Պաստորեի հետ եւ ստացանք նվեր։ Այս նվերներով լի պայուսակը։ Հիմա գնանք տեսնենք ինչ է մեջը։ Եվ պատրաստվենք արդեն բուն ակումբայի մրցաշարին, առջևում Paris Saint-Germain Atletico Madrid հանդիպումն է ինձ համար, ես ստացել եմ արդեն այդ խաղի պաշտոնական հավատարմագրումը, գնացինք առաջ։ FIFA-ի կողմից կազմակերպված աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերից մեկը Չեմպիոնների լիգան չհաղթած իտալական Ինտերն է։ Այնտեղ հանդես է գալիս նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը։ Իսկ Ինտերից հեռացել է գլխավոր մարզիչ Ինձագին, հանձնելով այդ ղեկավարման վահանակը Ինտերի նախկին լեգենդ ասեմ, կարող է սխալ մի քիչ հնչի, բայց բավականին անվանի ռումինացի ֆուտբոլիստ Քրիստիան Կիվուին։ Նա սեփական մարզչական համակարգի առումով սեփական սան է, տարիքային տարբեր ընտրանիներ է գլխավորել, թիմեր է գլխավորել, տարիքային խմբեր, հենց Ինտեր ակումբի մասին է խոսքը, Ինտերի ակադեմիայի եւ 1 տարի էլ նա հասցրեց աշխատել արդեն շատ լուրջ մակարդակում, քանի որ նա ուներ պրո լիցենզիա մարզչական, նա աշխատեց, օգնեց Պարմային մնալու Սերիա A-ում։ Վերջում նրանք 3-2 աշխով շատ ֆանտաստիկ խաղում Ատալանտային հաղթեցին եւ ապահովագրեցին իրենց տեղը, նաեւ գալիք մրցաշրջանում Ինձագին չհաջողեց Չեմպիոնների լիգայում, նաեւ տանուլ տվեց Իտալիայի առաջնությունը, նրանք շատ մոտ էին, երկար ժամանակ գլխավորում էին Սերիա A-ն, բայց արի ու տես ինչ որ մի հատ հատված եղավ, ժամանակահատված եղավ, որտեղ որ նրանք պարզապես միավորներ բաշխեցին աճ ու ձախ, այդ ընթացքում էլ Նապոլին օգտվեց դրանից եւ դարձավ Իտալիայի քառակի չեմպիոն։ Եվ Քրիստիան Կիվուն գալիս է այս անվանի թիմին օգնելու նախ եւ առաջ հանդես գալու աշխարհի առաջնությունում, հետո արդեն Իտալիայում կտեսնենք թե ինչպես կստացվի։ Կրկնում եմ, Քրիստիան Կիվուն երկար տարիներ հանդես է եկել հենց Ինտերում, նա ոտքից գլուխ, ինչպես ասում են, գիտի թե Միլանյան այս մյուս ակումբը ինչ է իրանից ներկայացնում եւ գիտի թե ինչ է իրանից ներկայացնում այդ ակումբի համար Հենրիխ Մխիթարյանը, նա շատ ջերմ խոսքեր է ասել Հենրիխի մասին, ասել է, որ ընդհանրապես սեփական փորձից եմ ասում, տարիքը այն գործոնը չէ, որի հետ պետք է հաշվի նստել, եթե ֆուտբոլիստը հսկայական աշխատանք է տանում հավաքների ընթացքում, մարզումների ընթացքում, տեսնում ես նրա կարգապահությունը եւ ցանկությունը, ուրեմն նա կարող է եւ պարտավոր է օգնել։ Այդպիսի ցանկություն տեսնում է հենց Մխիթարյանի մոտ եւ տեսնում նրան ինչպես եւ նախորդ մրցաշրջաններում որպես գլխավոր գործող անձանցից մեկը։ Ինչ կստացվի ԱՄՆ-ում իտալական ակումբի մոտ, դա արդեն մենք կտեսնենք, պարզապես այս փոփոխությունը որքան էլ որ հասկանալի է, գոնե ինձ համար այդքան էլ ցանկալի չէր, քանի որ ես շատ եմ հավանում այն ֆուտբոլը, որ խաղում է Ինձագին եւ կարծում եմ այս փորձի համադրությունը որոշ երիտասարդ ֆուտբոլիստների հետ, բայց հենց փորձի հաշվին կարողանալ երկար ժամանակ տիրապետող եւ մարտունակ ֆուտբոլ խաղալ ոչ միայն Իտալիայում, այլ նաեւ առհասարակ ամբողջ Եվրոպայում դա հարգանքի արժանի է, այդ առումով նրանք հաջողում էին։ Ցավոք սրտի կրկնում եմ, Ինձագին որոշում կայացրեց հեռանալու եւ հիմա արդեն Հայաստանում շատ են Ինտերի երկրպագուները եւ առանձնատուկ հետաքրքրություն կա Մխիթարյանով պայմանավորված, այնպես որ տեսնենք թե ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուի գլխավորությամբ Ինտերը ինչպես կփորձի զարմացնել թե իր իտալացի երկրպագուներին, թե հայ երկրպագուներին։ Այսքանը առհասարակ համաշխարհային ու հայկական ֆուտբոլի անցուդարձի իրադարձությունների մասին, շուտով մեր եթերաշրջանը ավարտվելու է, վերջին եթերներն են, վերջին ասելիքները, այնպես որ առհասարակ մինչև այս, եթե հետևել եք Բուն TV-ին, ամառային արձակուրդների ընթացքում էլ շարունակեք մեզ հետ մնալ, քանի որ բազմաթիվ այլ հաղորդումներ հետաքրքիր
մի շարք թեմաներով գժական product մենք տեղադրում ենք նաև մեր սոցիալական ցանցերում, իսկ այդ սոցիալական ցանցերում product-ներին նայելու, դիտելու հնարավորություն ստանալու համար դուք պարզապես պարտավոր եք այնտեղ լայքի կոճակները սեղմել, subscribe լինել եւ այդ ամենը դիտել։ Հավատացնում եմ ձեր ամառային արձակուրդները շատ ավելի հետաքրքիր կանցնեն Boom TV-ի հետ։ Մնացեք առասարակ մեզ հետ, կհանդիպենք գալիք շաբաթ։